Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Կրթություն և կարիերա էքսպո 2025» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին իր ակտիվ մասնակցությունն էր բերել Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիան։ Մենք դիմորդներին ներկայացնում ենք տեղեկատվություն և պատասխանում ենք ամենահաճախ հնչող հարցերից մեկին, թե երբ և ինչպես կարող են դիմել Փաստաբանական ակադեմիա, և ներկայացնում ենք, որ մեր ակադեմիա կարող են դիմել բացառապես բարձրագույն կրթություն ունեցող անձիկ, կամ բակալավրի, կամ մագիստրոսի բարձրագույն կրթություն ունեցող անձիկ, և ներկայացնում ենք ընթացակարգը, թե ինչպես պետք է դիմեն, ինչ քննություններ պետք է հանձնեն, ինչ գիտելիքների պաշարի պետք է տիրապետեն, որպեսզի կարողանան այդ քննությունները հանձնել, և իհարկե տեղեկություն ենք ներկայացնում, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը Փաստաբանական ակադեմիայում։ Փուլերի վերաբերյալ ենք ներկայացնում տեղեկություններ, ներկայացնում ենք տեղեկություններ այն հմտությունների մասին, որոնք որ մեզ մոտ դասավանդվում են, ներկայացնում ենք մեր կրթական ծրագրերը և առհասարակ պատասխանում ենք բոլոր իրենց ուզող հարցերին։ Փաստաբանական ակադեմիան այն հաստատությունն է, որը հաջողությամբ ավարտելուց հետո նոր հնարավոր է դառնալ փաստաբան, մասնակցել փաստաբանի որակավորման քննություններին և դա էլ հաջողությամբ հանձնելուց հետո նոր վաստակել փաստաբանի արտոնագիրը։ Մեզ մոտ ուսուցումը բավականին հագեցած է, երկու փուլից է մեծ կազմված, յուրաքանչյուրը բավականին հագեցած ծավալ ունի, բեռնվածություն և այստեղ պետք է աշխատեն, քրտնաջան աշխատեն, շատ աշխատեն, որպեսզի հաջողությամբ ավարտեն, այլապես չի ստացվելու։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր կրթական մոդելը իր բաղադրիչներով բավականին հագեցած է և համ շատ հնարավորություններ է տալիս ունկնդրին, համ էլ հավասարակշռում է, այսինքն ունկնդիրն արդարացիորեն կարողանում է վաստակել ըստ իր գիտելիքների և հմտությունների։ Առանձնահատկությունն ինչումն է, մենք այստեղ սովորեցնում ենք փաստաբանին անհրաժեշտ հմտություններ։ Դրանք հղկում ենք գործնական ուսուցման փուլում և պատրաստում ենք, այսպես ասած, իրավաբանից փաստաբան։ Եվ կարող եմ վստահաբար ասել, որ ակադեմիան հաջողությամբ ավարտած արդեն փաստաբանը անհամեմատ ավելի պատրաստ է որպես փաստաբան աշխատելու և անձի իրավունքներ պաշտպանելու։ Ակադեմիայի դասախոսական կազմն ու ներկայացուցիչները ցուցահանդեսի այցելուներին, հյուրերին, ապագա ունկնդիրներին հանգամանորեն ներկայացնում են իրենց ուսումնական գործընթացը։ Փաստաբանական ակադեմիան միակ կրթօջախն է, որտեղ կարող են ուսուցանել բարձրագույն իրավաբանի կրթություն ստացած այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել փաստաբանական գործունեությամբ և ստանալ փաստաբանական գործունեության արտոնագիր։ Փաստաբանական ակադեմիայում ուսումնառությունը կազմակերպվում է երկու մասնագիտացումների շրջանակներում, նախ քրեաիրավական մասնագիտացման և քաղաքացիաիրավական և վարչաիրավական մասնագիտացման։ Որոշակի ստաժ ունեցող անձինք ուսումնառության ավելի կարճ պրոցես են անցնում, 6 ամսյա պրոցես, որից 3-ը կազմում է տեսական փուլը և 3 ամիսը գործնական փուլը։ Մենք ունենք ընդհանուր տեսական փուլ, որը կազմակերպում է ուսումնական դեպարտամենտը։ Տեսական փուլի շրջանակներում ունկնդիրները հնարավորություն են ստանում ուսումնառության այնպիսի պրոցես անցնել, որը նրանց տալիս է փաստաբանական հմտություններ։ Այսինքն սա չի կրկնում բուհական ծրագիրը, այլ այն ողջ տեսական բազան, որը ունի ունկնդիրը, սովորում է պրակտիկայում կիրառել։ Գործնական փուլը արդեն կազմակերպում է գիտագործնական դեպարտամենտը, ուսումնական դեպարտամենտը նաև կազմակերպում է մի շարք գործնական հմտությունները զարգացնող դասընթացներ։ Մասնավորապես ունկնդիրները հնարավորություն են ունենում ռեալ դատավարության շրջանակներում, այսինքն սիմուլյացիոն դատավարության շրջանակներում հանդես գալ որպես դատավարության մասնակից և իրենց սովորածը կիրառել ռեալ պրոցեսում, իհարկե ռեալ դատավորների մասնակցությամբ։ Սա հնարավորություն է տալիս պատրաստվել թե հոգեբանորեն, թե ձեռք բերած հմտությունների շնորհիվ հանդես գալ դատարանում և պաշտպանել անձի շահերը այնպես, ինչպես որ դա պատրաստում է ունկնդիրը անել արդեն արտոնագրումը իրականացնելուց հետո, այսինքն համապատասխան արտոնագիրը ստանալուց հետո։ Մենք ունենք միջին որակական գնահատական, որը 13-ն է, սա նշանակում է, որ առնվազն 13 միավոր ունկնդիրը պետք է հավաքի ողջ ուսումնառության պրոցեսում իր քննությունների արդյունքում
ինչը հնարավորություն է տալիս արտոնագրել բացառապես բարձր գիտելիքներ ունեցող մասնագետներին։ Այսինքն, օրինակ, քննություններից պարզապես բավարար գնահատական ստանալը բավարար չէ ակադեմիան ավարտելու համար, եւ ըստ էության ունկնդիրները առանձնահատուկ ջանասիրություն են դրսևորում, որպեսզի ապահովեն միջին որակական գնահատականը։ Սա հնարավորություն է տալիս ավարտել ակադեմիան պատրաստի կադրերին, ովքեր իսկապես ռեալ ռեժիմով լիովին պատրաստ են իբրև փաստաբաններ իրականացնել իրենց վստահողների շահերի պաշտպանությունը։ Փաստաբանական ակադեմիան բոլոր հմտությունները դրա համար տալիս է ունկնդիրներին։ Ըստ օրենքի իրավաբանը, որպեսզի դառնա փաստաբան, պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն եւ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից ստանա արտոնագիր։ Փաստաբանական ակադեմիան միակն է, որը կազմակերպում է ապագա փաստաբանների ուսուցումը որպես կրթական հաստատություն։ Փաստաբանական ակադեմիայում ունկնդիրները բազմաթիվ հմտություններ են ստանում, մեծ տեսական եւ գործնական գիտելիքների պաշար են կուտակում, որպեսզի հետագայում կարողանան դժվար փաստաբանական գործունեության ոլորտում իրենց ուրեմն դերը եւ աշխատանքը իրագործել։ Գիտագործնական դեպարտամենտը համակարգում է Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի միջոցառումները, մասնավորապես ունկնդիրները մասնակցում են իրավաբանական կլինիկայի աշխատանքներին, որոնք առանձնանում են նրանով, որ ունկնդիրները աշխատում են իրական շահառուների հետ, այսինքն հանրային պաշտպանի գրասենյակ եկող քաղաքացիները կարողանում են Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների միջոցով ստանալ իրենց հուզող իրավաբանական հարցերի պատասխանը։ Միևնույն ժամանակ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները իրենց փորձաշրջանի ընթացքում խորացված ձևով սովորում են փաստաբանի վարքագծի կանոնները, սովորում են փաստարկում ճարտասանություն, ուրեմն հմտությունները, կարողանում են նաև հռետորաբանության առանձին դասընթացների միջոցով զարգացնել իրենց խոսքը եւ ուրեմն հետագայում իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում ավելի լայն հմտություններ ունենալ։ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները իրենց փորձաշրջանի ընթացքում ունեն անհատական ղեկավար փաստաբաններ, որոնց մոտ դատավարական փաստաթղթերի կազման հմտություններ են սովորում եւ այդ գործընթացը նույնպես հսկվում է գիտագործնական դեպարտամենտի կողմից։ Այսօր էքսպոյի խորագիրն է կրթություն եւ կարիերա եւ կարող ենք շեշտել, որ Փաստաբանական ակադեմիայում կրթությունը իրավաբանի համար իրապես կարիերա է հարթում։ Ցուցահանդեսում բացի Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներից ներկա էին նաև ունկնդիրներ, ովքեր հետաքրքրված այցելուների հետ կիսվեցին իրենց ուսումնական փորձառությամբ։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիա